Արցախի նախագահը հարձակվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման ժամանակ զինվորական ամփոփության զենք զինամթերք թշնամուն հանձնելու գործով։ Արցախի նախագահի փաստաբանի խոսքով կերծ են տեղեկությունները, թե իբր Սամվել Շահրամանյանը ձերբակալվել է կամ մեղադրյալի կարգավիճակ ունի։ Նա վկա է։ Չեմ բացառում, որ հետագայում կարող է ինչ-որ մտածածին քրեական հետապնդումներ սկսեն Արցախի հանրապետության նախագահի նկատմամբ եւ դրան նպատակը կրկնում է ավելի շատ նրան Արցախի հանրապետության նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքն է։ Ավելի քան 1.5 տարի առաջ է հարուցվել այս քրեական վարույթը 2023-ի հոկտեմբերին, բայց Արցախի նախագահին այս տարվա մայիսի կեսերին են առաջին անգամ հարցաքննել, ասում է նրա փաստաբանը։ Եթե չեմ սխալվում, լրատվամիջոցներում տեղեկատել տեղեկություն, որ վարույթը նախաձեռնել է Սամվել Բաբայանի կողմից հրապարակավ կատարված հայտարարության եւ հետագայում ներկայացված հաղորդման հիման վրա։ Շահրամանյանն այսօր հարցաքննությունից հետո զինվորական քննչական կոմիտեի շենքից մեքենայով հեռացավ։ Չհաջողվեց նրան հարցնել, թե ինչու են իրավապահներն իր մասին հիմա հիշել։ Արդյոք պատահական է համընկնումը, որ իրեն հարցաքննության են կանչել այն ժամանակ, երբ Արցախի խորհրդարանը պետք է երկրի նախագահ ընտրի ու միակ թեկնածուն ինքն է։ Իրավական տրամաբանությունը հուշում է այն, որ 2023 թվականի նման փաստի արդիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում Արցախի հանրապետության նախագահը երևի թե պետք է լիներ առաջին անձանցից մեկը, որ այս վարույթի շրջանակներում պետք է հարցաքննվեր։ Ռոման Երիցյանը նախաքննության գաղտնիքից ելնելով չի մանրամասնում քննիչներ Շահրամանյան հարցուպատասխանի բովանդակությունը։ Երբևէ Արցախի հանրապետության նախագահը որևէ հարցաքննությունից չի խուսափել եւ ամեն անգամ քննչական կոմիտեի կանչով պարտաճանաչ ու պատշաճ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին եւ ինտենսիվ հարցաքննվել։ Զինվորական ամփոփության զենք զինամթերք թշնամուն հանձնելու գործով որպես վկա Սամվել Շահրամանյանը կհարցաքննվի նաև հունիսի 6-ին։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։